Հետևողներ, մեր զրուցակիցը Հրանտ Մելիք Շահնազարյանն է, քաղաքագետ, վերլուծաբան։ Պարոն Մելիք Շահնազարյան, Կաբալան էր այս օրերին ուշադրության կենտրոնում թուրքախոս պետությունների կազմակերպությունների հերթական համաժողովում։ Հետաքրքիր այսպես փոփոխություն կարելի ասել նկատվեց Էրդողանի, Ալիևի հռետորաբանությունը ընդգրկում էր Վաշինգտոնյան համաձայնագրերը համաթյուրքական պրոյեկտում ներկայացնելու համատեքստը, ինչպես եք գնահատում նախ այս իրենց որդեգրած գիծը ամեն գնով պահել թուրքական պրոյեկտի շրջանակում հարցը եւ Վաշինգտոնից հետո տարածաշրջանը ինչպես եք գնահատում։ 94 թվականից սկսած թուրք-ադրբեջանական դաշինքը աշխատել է այսօրվա համար, որպեսզի կարողանա Հայաստանի տարածքով ստեղծել կամուրջ, միավորել թուրքական պետությունները եւ դրանով հանդերձ դառնալ ուժեղ աշխարհաքաղաքական կենտրոն, չլինել զուտ ռեգիոնալ, այլ համաշխարհային մակարդակով ունենալ ազդեցություն եւ բնականաբար այն բանից հետո երբ որ ստացել են իրենց նպատակների իրագործումը, բնականաբար չեն հրաժարվելու այդ փոխույթից, ինչը այստեղ ինչ-որ Նիկոլ Փաշինյանն եղանում է կամ դրա հետևանքով կարող են ինչ-որ դժվարություններ առաջանալ ընտրությունների հետ կապված եւ այլն։ Իրենք իրերը կոչում են այն անունով, որը ի սկզբանե ծրագրավորել են, որի համար պայքարել են եւ որտեղ ունեցել են հաջողություններ։ Դրա համար կլինի դա թուրքական պետությունների համագումար, կլինի դա Չինաստանում Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթաժողով, թե ՄԱԿ-ի բարձր անդրոն, իրենք կոչելու են դա Զանգեզուրի միջանց, որովհետեւ բովանդակությունը եւ նպատակները նույնն են։ Այլ հարց է, որ փորձում է մեր իշխանությունը փորձում է սխալել, ասելով որ նման բան չկա, միջանց չի լինելու եւ այլն, այդ իրականությունն այն է, որ կա մեկ ճշմարտություն, որը համընդհանուր է աշխարհի համար եւ դա կապիտալիզացում է այսօր Ալիևի Էրդողանի կողմից եւ կա մեկ ճշմարտություն, որը Փաշինյանն է քարոզում Հայաստանի ներսում, հերթական անգամ ժողովրդին խաբելու, մարդկանց քվեն գողանալու եւ իր իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Իսկ այլ ընտրանք այս բանին որ եք դիտարկում, որովհետեւ ինչքան էլ մենք լսենք ձեր տեսակետները, ընդդիմադիր շրջանակների տեսակետները, որ այս խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է եւ այլն, ամեն դեպքում Փաշինյանի խումբը, Փաշինյանի հակված են հավատալու, որ Փաշինյանը ունի խաղաղության օրակարգ եւ փաստացի իշխանությունը այդ օրակարգը մոնոպոլիայի է ենթարկել։ Պատերազմում պարտության տարված ժողովուրդը, դավաճանված ժողովուրդը, մեծ կորուստների կրակ ժողովուրդը հոգեբանորեն հասկանալի է, ուզում է հավատալ, որ վերջացավ, տառապանքների վերջն է տևելու։ Դրա համար այդ խաբեությունը բարակ թողի վրա է։ Մարդիկ ուզում են հավատալ, անկեղծ ես էլ եմ ուզում հավատալ, որ վերջ այսօր խաղաղություն է լինելու այսուհետև եւ մենք ապրելու ենք, մեր զավակները ապրելու են խաղաղ երկրում, բարգավաճելու եւ այլն։ Բայց կա իրականություն, որը չես կարող անտեսել։ Եվ այդ իրականության մասին այն է, ինչ որ ասում է Ալիևի Գաբալայում։ Դա է իրականությունը, որովհետեւ չի լինելու խաղաղություն մեկ բարձ պատճառով, խաղաղությունը չի նվաճվի։ Խաղաղություն ամեն ինչ կորցրել ենք տարածաշրջանում սուբյեկտ լինելու հնարավորությունը, կորցրել ենք նույնիսկ մեր ձայնը հնչեցնելի դարձնելու հնարավորությունը եւ ասում ենք, որ մենք խաղաղության խաչմերուկ ենք ապահովում։ Որ մենք մեր երկրի սահմանների անվտանգություն չենք կարող ապահովում։ Միացյալ Նահանգները կերաշխավորի, բայց վախենամ թե այդ երաշխավորելու պահին մոռանա եւ Հայաստանը նորից Ալբանիայի հետ խառնի, Ադրբեջանը Կամբոջայի հետ խառնի։ Հասկանում եք, Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում այսօր այլ խնդիրներ են լուծում։ Այդ խնդիրների շրջանակում Հայաստանի անվտանգության ապահովելը որևէ նշանակություն նրանց համար չունի, գործնականում չունի։ Միացյալ Նահանգները այսօր շատ այլուր խնդիրներ լուծում հարակից տարածաշրջաններում։ Հարավային Կովկասից նրանց պետք է ընդամենը PR-ի հնարավորություններ, որից լիուլի օգտեց Վաշինգտոնում Թրամփը։ Դա հիմա միայն դրանով չէ բավարարված։ Ես այն ժամանակ էլ ասում եի, որ ակնհայտ է, որ իրական գործընթաց Վաշինգտոնում տեղի չի ունեցել, եւ Վաշինգտոնը մեծ հաշվով ոչ էլ ներգրաված է եղել վերջի տարիների բանակցային գործընթացում, մշտապես բավարարվել են միայն ողջույնի խոսքերով եւ այլն, ներգրաված չի եղել եւ այդ իրավիճակում շատ անսպասելի է իմոտ տպավորություններ եւ այդ տպավորությունը ժամանակի ընթացքում հաստատվեց, որ Փաշինյանին եւ Ալիևին ինչ-որ մեկը ուղարկել էր Վաշինգտոն զուտ որպես նվեր Թրամփին, որովհետեւ ուզում ես դու այս գործընթացը որպես հարար երևաս, որպես քո ժողովրդին տված խոստումների իրականացնող նախագահ եղած, խնդրեմ, այ ձեզ երկու գառնուկ, դա գնա քո PR հետները արա, ինչքան կուզես։
Տեսեք, դուք ասացիք, որ մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը, տարածաշրջանում մեր ձայնը բարձրացնելու հնարավորությունը, այս պայմանագիրը ասած չենք հիշի, թե որ պատգամավորներ ազգային ժողովի ամբիոնից հպարտանում էր եւ նշում, որ մենք ատոմային կայան պետք է կառուցենք եւ առաջարկներ ենք ստացել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ մենք պետք է որոշենք, թե նրանցից որ մեկի առաջարկը պիտի ընդունենք, այդքան մենք ինքնիշխան ենք ու մեր ասելիքը Ինչու չեն որոշում, սպասում են երևի դիեզերքը նվաճենք, այդ մի գործ ավարտին հասնենք հետո, հա, որոշենք թե որ մենք ատոմակայան կառուցելու։ Ժորժան, Նոբարաշենի հարցը չէ, նույնիսկ սառնարանների գործարանների իշխանությունների սարքած մեկ ամսյա կյանք չեն ունենում, ինչ ատոմակայանի մասին է խոսքը։ Լավ, հասկանում ենք պոպուլիզմ, հասկանում ենք անդադար խաբել եւ այլն, բայց դե վերջո իրականությունն է, չէ՞ կարելի է ընդամենը իրական պատասխաններ տալու համար շատ չեմ ասում, այդ գնալ 1 տարի առաջվա հայտարարությունները նայել։ Տեսնենք 1 տարի առաջ ինչեր են խոստացել, կա այդ ամենը թե չկա, չեմ ասում իրենց այդ էյֆորիայի ժամանակահատվածում։ Ուղղակի նորից եմ ասում, շատ ուժեղ նեյրոհոգեբանական աշխատանք է տարվում մեր ժողովրդի հանդեպ։ Ես տեսնում եմ, որ մասնագիտական մեծ հմտություններ են կիրառվում մարդկանց խաբելու, այլ օրակարգեր առաջ բերելով իրական օրակարգերը թաքցնելու հարցում։ Ես անկեղծ եմ ասում, մենք հիմա կանգնած ենք դատարանի շենքի առջև, որտեղ Հայաստանի 3-րդ նախագահին են դատում, որը մեր երկրի կայացման ուժեղ պետություն դառնալու ամենամեծ ներդրում ունեցող գործիչներից մեկն է։ Եվ այս դատարանի նպատակը կամ այս դատավարության նպատակը ամենևին է ինչ-որ բաներ բացահայտելը չէ։ Այս դատավարության նպատակը ժողովրդի մեջքը կոտրելն է, որպեսզի մարդիկ տեսնեն եւ ասեն, որ մեր ուժեղները, մեր հաղթանակած գործիչները, գեներալներ կլինեն, դա քաղաքական գործիչներ կլինեն եւ այլն, իրենք բոլորը հիմա դատարանների առջեւ են կանգնած։ Բաքվում կլինի, Երևանում կլինի եւ այլն։ Սա է նպատակը։ Նեյրոհոգեբանական շատ նուրբ աշխատանք, հա, որը ցավոք սրտի մեծ արդյունք է տալիս։ Տեսեք, Մակում ավելի ինչ-որ բաներ է հայտարարում, հաջորդ օրը Փաշինյանը կանգնում է եւ մեզրոպ Մաշտոցի շրջաններից եկող սխալների մասին է խոսում, չգիտես, էլ ինչ օրակարգեր է գցում։ Հիպնոզ, մաքուր հիպնոզ, որը նպատակն է մարդկանց ուղեղը անջատել, բառից գունի մաս։ Այսինքն տարբեր փայլուն բաներ ցույց տալով, ինչ որ սենսացիոն իրողություն է մարդկանց ուղեղը անջատել եւ այն մեկ լարով, որով կարելի է ինչ-որ տեղեկատվություն փոխանցել հանրությանը, այս տեղեկատվությունը տա, որ ձեր նախագահները դատվում են, դուք հաղթանակներ չեք ունեցել, դուք հայրենիք չունեք, դուք պետություն չեք ունեցել, դուք արարած չեք ունեցել, այգուբեն չեք ունեցել, պատմություն չեք ունեցել, ընդհանրապես դուք ոչ ոք եք։ Ահա այն է, ինչ որ այս պահին իրականացնում են եւ համոզված են, որ Փաշինյանը դրա ընդհանրապես իրագործողն է։ Ծրագրավորողները ամենայն հավանականությամբ իսկապես Բաքվում եւ Անկարայում են։